Վեհարանից մայր տաճար եկեղեցական թափորը շարժվում է վեհափառի գլխավորությամբ։ Հայրապետական պատարագ է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա։ Քրիստոսի ուղենշած ճանապարհից շեղվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ասում է վեհափառ հայրապետը։ Այսօր դրա նշաններն են մեր կյանքում։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Հայ առաքելական եկեղեցին հալածանքներ շատ է տեսել, բայց հուսահատության գերի չի դարձել։ Հավատացյալներին գոտեպնդում է ամենայն հայոց կաթողիկոսը այսպիսով հանձնվելու, հեռանալու ոչ մի ազդակ չտալով։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Զուգահեռ Երևանում վեհափառի դեմ ընդվզած 11 եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ է Սուրբ Ծննդյան պատարագ մատուցվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իշխանական շքախմբի ներկայությամբ։ Մեղա աղաչեմս ձեզ, խնդրեցեք վաստիմ Աստուծո ստողություն։ ՔՊԱ-ական վերնախավը աջակիցների հետ Գրիգոր Լուսավորչից ճանապարհ է ընկնում Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Ինչպես նախապես անոնսել էր Փաշինյանը, ուխտերթը եկեղեցու իրենց ձևակերպմամբ բարենորոգման օրակարգով է, որ ենթադրում է վեհափառի հեռացում։ Այս այսպես ասած բարենորոգումը որպես շարքային հավատացյալ սկսած Փաշինյանը 2026-ի մեկնարկից արդեն բացահայտ որպես վարչապետ է ներգրավել գործընթացում։ Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Այո։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Փաշինյանն իրեն միացած եպիսկոպոսներին քաջալերում է խոստանում պաշտպանել ու թիկունք կանգնել։ Հայտարարում է նաև, որ եկեղեցին պետք է վերադարձնի ժողովրդին։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին էր, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք եւ մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չեք թողի։ Մարդկանց էլ խնդրում է իրեն մենակ չթողնել իր գծած ճանապարհային քարտեզի հետ։ Մեր ժողովրդին կոչ եմ անում այո գնալ պատարակների եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորել, խնդրել միանալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարակների ժամանակ զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից։ Այնքան ժամանակ մինչև Փաշինյանի բառերով եկեղեցին լեգիտիմ կաթողիկոս կունենա։ Ուխտերթն ավարտվում է եկեղեցու բակում, հավաքվածները գնում են տանը նշելու Սուրբ Ծնունդը, իսկ ՔՊԱ-ականներն այս երթին երկար պատրաստվել էին մոբիլիզացվել։ Մասնակցելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտաերթին։ Իդեպ ուխտերթ եւ ոչ թե ուխտաերթ։ Բարի ոչ միայն արտասանությունը, այլև ուղղագրությունն է իսկական գլխացավանք դարձել կրթվելը նորաձև հռչակած իշխանավորների համար։ Երկու անգամ վարչապետի էջում մարդկանց ոչ թե ուխտերթի, այլ սապատավոր կենդանու, այսինքն ուխտերի երթի են հրավիրել, հետո միայն խմբագրել։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։